Եթե մշակույթի նախարարը Արմենչիկին կոչում է շնորհում, ուրեմն պարտավոր է մեծ շուքով տոնել նրա 40-ամյակը, կարգն է այդպիսին։ Ես իմ 60-ամյակը նշելու համար ուրեմն փորձեցի մտնել իր մոտ, դա 5 տարի առաջ։ Մի ամիս քարտուղարուհին ինձ տարավ վերես, տարավ զբաղված է, ներսում է, մարդիկ մտնում դուրս են գալի, ես մշակույթի վաստակավոր գործիչ եւ ճանաչված նաեւ էլ ընդունված մարդ մի ամիս չկարողացա մոտը մտնել, ինձ չընդունեց։ Գուսան Հայկազունն ամաչում է բարձրաձայնել, որ մշակույթի վաստակավոր գործիչ է, ասում է ոչ ինքն է տեղյակ մշակույթի նախարարությունից, ոչ էլ նախարարությունը իրենից։ Այսօր մենք չունենք մշակույթի նախարարություն։ Չգիտեմ քանի տեղակալ ունի մշակույթի նախարարը, ես ոչ մեկին չեմ ճանաչում, իրանք էլ ինձ չեն ճանաչում։ Երգահան եւ ժողովրդական երգիչ Արսեն Համբարյանի խոսքով Գուսան Հայկազունի ու նաեւ մյուս հեղինակների ազգային հայրենասիրական երգերն այսօր առավել քան անհրաժեշտ են նոր սերնդին։ Այդ երգերը, որ ժամանակի ընթացքում ստեղծվել են, հենց այնպես չեն ստեղծվել, դրանք մարդու եւ սիրտը եւ հոգին եւ ուղեղը կրթող դաստիարակող միջոցներ են։ Գուսան Հայկազունը կարծում է, որ պետությունն այսօր խրախուսում է ոչ թե ազգային, այլ օտար եւ անորակ երաժշտության տարածումը։ Այստեղ իր մեղավորության չափաբաժինն ունի նաեւ պաշտպանության նախարարությունը։ Եթե ես կարողանում եմ լավ հայրենասիրական երգեր գրել, եթե իմ երգերը այդքան ընդունվում են բանակում, ինձ պետք է պարտավոր է պատվեր տա ինքը։ Չնայած սրան երգահանները փաստում են, էստրադային երգիչները հաճախ փորձում են կատարել նաեւ ազգային երգեր, բայց ինչպես ասում են, աչքն ուղղելու փոխարեն ունքն են հանում։ Երգեր կա, ասենք, որ ոչինչ էլի դե պիտի կատարեն, սիրում են, կատարում են, բայց գոնե բառերը չփոխեն, գոնե երաժշտությունը չփոխեն։ Երգահանը հավելում է, իր երգերը կատարելու համար իրենից ոչ թույլտվություն են հարցնում, ոչ էլ հոնորար տալիս։